Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրանսպորտի համար չվճարող ուղևորներին տուգաներ 15,000 դրամով։ Իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլանց երթևեկի, տուգանքի չափն էլ ավելի մեծ կլինի՝ 18,000 դրամ։ Քաղաքային իշխանությունների մշակած նախագծերի փաթեթը տարածքային կառավարման նախարարությունն է հանրային քննարկման դրել։ Առաջարկում են նաև վճարումների հատուկ կարգ կիրառել։ Ուղևորները պարտավոր կլինեն տրանսպորտ նստելուց անմիջապես հետո 1 րոպեի ընթացքում վալիդատորների միջոցով վավերացնել իրենց տոմսն ու մինչ ուղևորության ավարտն իրենց մոտ պահել, որ եթե հսկի չպահանջի, ցույց տան։ Հսկիչները կկարողանան նաև տեսաձայնագրություններ անել չվճարող քաղաքացիներին նույնականացնելու համար։ Այս թեմայի շուրջ Եվրոմեդիա 24-ը զրուցեց Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։ Երևան քաղաքի ոչ լեգիտիմ իշխանության մոտ կանոնային սրացումները հիմա հասկանալով, որ բոյկոտը մեծ մասշտաբների է հասել, քաղաքացիները մերժում են ոչ բարեփոխված տրանսպորտի համար վճարել թանկ, ձեռք բերել թանկ փաթեթներ, ոչ թե 300 դրամի, այլ 150 դրամի։ Հիմա էլ ասում են 150 դրամ չվճարեք, չեն կարողանալու տրոլեյբուսներ նոր գնել։ Իրենց ուշքի միտքը ոչ թե 100 դրամանոց QR կոդերն է ձեռք բերել, այլ փաթեթներ ձեռք բերելն է, որը որ քաղաքացիները համատարած մերժում են, չեն գնում եւ չեն էլ պատրաստվում։ Բոյկոտը իրենց արդեն, այսպես ասած, բերանով հայտարարեցին 3 քաղաքապետարանի մամլոխոսնակը, որ բոյկոտում են քաղաքացիները չեն վճարում, մենք դրա համար պետք է նոր մահակ քաղաքացիներին գլխին, այսպես ասած, տնենք եւ ազգային ժողով օրինագիծ են ուզում բերեն, որով 15,000 դրամ բոյկոտով չվճարող քաղաքացիների համար տուգանք սահմանեն 18,000 դրամ էլ այն մարդկանց համար, որոնք որ արտոնյալ փաթեթներ ունեն եւ կարող են հիվանդանալ, ասենք տանից դուրս չգալ, իրենց հարազատները այդ փաթեթով օգտվեն, այդ հետ մարդկանց են ուզում 18,000 դրամ օգտվեն։ Այս մարդիկ եկել են քայլելով եկել են իշխանության կամ բերվել են իշխանության այդ լոզունգների ներքո, որ քաղաքացին տուգանքի մատիրալ չի։ Հիմա իրանք հակառակն են անում, մեր հայրենակիցներին տուգանքի եւ թալանվելու մատիրալ են դարձնում։ Թող փորձեն, չեն կարողանալու, քանի որ այդ օրենքը ընդունելուց հետո 800 շարժակազմ գոյություն ունի քաղաքում, 800 աշխատող պետք է հսկիչ ընդունեն։ Եթե 800 հոգու իրենք ուզում են 200,000 դրամ աշխատավարձան, դա անում է 160 միլիոն դրամ։ Հիմա քաղաքացիներին գույքարկից ու տարբեր турքերից գումարները հավաքում են, նույն քաղաքացիների փողերով, գումարներով ուզում են նույն մարդկանց արդեն տուգանել։ Չեն կարողանալ, ինչ ուզում են թողանեն։ Մենակ մեր սիրելի քաղաքացիներին հիշեցնենք, որ նույն կերպ շարունակեն։ Քաղաքացիների կարծիքով բոյկոտն արդեն ավարտվել է եւ արդեն շատերը վճարում են եւ նրանք էլ արդեն ամոթից եւ վախից սկսել են վճարել եւ կարծես թե համակերպվել են 150 դրամների հետ։ Քաղաքացիների կարծիքը ես չեմ կիսում եւ մենք կանգառներում լինում ենք Մայր Հայաստան խմբակցության հավաքաներ եւ տեսնում ենք երեկոյան եղեք կանգառներում տեսեք ոնց են մարդիկ նստում եւ առանց վճարելու բոյկոտելով իջնում ու շատ քաղաքացիներ կան տարբեր կրեատիվ մեթոդներով են բոյկոտում, ես չբարձրաձայնեմ, թող շարունակեն իրենց ընտրած ուղիով, շատ լավ են անում։ Ինչ այս քաղաքապետարանը եւ իրենց կցորդ կուսակցությունը ոնց քաղաքացիներին խաբելով ձայներ քվեները ստացել է, հիմա էլ քաղաքացիները իրենց այդ ապտակը տալիս են քաղաքային։ Աննա Հայրյան, Արարատ Գրիգորյան, Եվրոմեդիա 24։